Բարև ձեզ Երկիր մեդիայի հարգելի հեռուստադիտողներ, այսօր իրավաբանական կլինիկայում քննարկելու ենք ամենատարածված խնդիրներից մեկը՝ փողերի լվացում, խարդախություն, եւ այս ամենը իրավական տեսանկյունից։ Իմ հյուրն է փաստաբան Լևոն Սահակյանը։ Բարև ձեզ, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Սահակյան, փողերի լվացում, խարդախություն, դրանք իրարից ինչով են տարբերվում, ինչ առանձնահատկություններ ունեն եւ քրեորեն ինչ պատասխանատվություն է ենթադրում։ Երկուսն էլ զետեղված են քրեական օրենսգրքի 17 բաժնում, պարզապես խարդախությունը հափշտակություն է, իսկ փողերի լվացումը ինքն իրենով հափշտակություն չի հանդիսանում։ Տարբեր հանցագործություններ են։ Խարդախությունը, ինչը խարդախությունն իրենից ներկայացնում, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն է։ Իսկ փողերի լվացումը արդեն ինքը սպეციფიկ հանցագործություն է եւ պարտադիր լինի դրան նախորդող որևէ այլ հանցագործություն։ Այսպես օրինակով բերեմ, կարող է լինել խարդախություն, խարդախությունով ապօրինի ձեռքբերվի ստացվի առանձնապես խոշոր չափերով գումար, հետագայում այդ ապօրինի հանցավոր ճանապարհով ստացված գումարը, որպեսզի օրինականացվի, արդեն տեղի ունենում այդ գումարի լվացումը, փողերի լվացումը։ Այսինքն խարդախությունը որպես այդպեսին կարող է նախորդել փողերի լվացումը։ Իդեպ ոչ միայն խարդախությունը, այլ շատ ու շատ այլ հանցագործություններ, ու ամենատարածված հանցագործություններից մեկը, որը ուղղակիորեն հետագայում կապվում է փողերի լվացման հետ, հենց մեկը թմրամիջոցների իրացումն է, ապօրինի ձեռքբերումը եւ այլն։ Պարոն Սահակյան, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում տարեկան 5 տրիլիոն $, գումար է լվացվում։ Եվ Հայաստանը եւս դրանից անմասն չէ։ Քրեական օրենսդրությունը դրա հնարավորությունը տալիս է կանխելու եւ որքանով է արդյունավետ մեր օրենսդրությունն այդ առումով։ Փողերի լվացման առումով, տեսեք, դա անդրադառնամ վիճակագրական տվյալներին։ Ես վիճակագրական տվյալները ըստ իս այդքան էլ ոչ միշտ են համապատասխանում իրականությանը ու թե համաշխարհային մակարդակով, միջազգային մակարդակով, առավել եւս թե մեր ներպետական մակարդակով հանցագործությունների չափման առումով։ Ասեմ ինչի նկատի ունեմ։ Տեսեք, դուք ասում եք, որ վիճակագրական տվյալ կա, որ X գումարի փող է լվացվում ամբողջ աշխարհում։ Ու ինչ որ վիճակագրական տվյալ է կլինի, որ Հայաստանի Հանրապետությունում Y գումարի փող է լվացվում։ Ամբողջ 6 միլիարդ։ Ամբողջ 6 միլիարդի մասին է խոսքը։ Հիմա հանցագործությունների վիճակագրություն կատարելը ինքնին ես համարում եմ, որ այդքան էլ իրականության հետ առնչություն ունեցող կամ իրականությունը բացահայտող գործառույթ։ Իհարկե չեմ ուզում անշնորհակալ գտնվում այդ գործ կատարող անձանց նկատմամբ, բայց խոսքը հետեւյալի մասին է։ Տեսեք, X քանակ վիճակագրությամբ գալիս են եզրահանգման, որ X քանակությամբ կամ X չափի փող է լվացվել։ Լավ, դա վերաբերում է բացահայտված հանցագործություններին, թե նաև չբացահայտված հանցագործություններին։ Այսինքն կարող է իրականում փողը լվացվել է ոչ թե X չափի, այլ 4X չափի, պարզապես բացահայտվել է X չափը։ Կամ հակառակը, հակառակ մոտեցումը փորձենք հասկանալ։ Կամ այլ վերականգնված չափի մասին։ Այ վերականգնված չափը առավել եւս վիճակագրությանը հիմք ընդունել ես կարծում եմ, որ պետք չէ հետեւյալ պատճառաբանությամբ։ Նայեք, խոսքը եթե փողերի լվացման մասին է, բայց տնտեսական եթե հանցագործություններն ենք քննարկում, կարող ենք քննարկել նաև հարկերից խուսափելու հանցագործությունները։ Տեսեք, ինչ պրակտիկա է ձևավորված Հայաստանի Հանրապետությունում, դա մի քիչ քննարկենք, հետո գանք հասնենք նրան, որ վիճակագրությունը այդքան էլ ճիշտ չի կարող լինել։ Այդ թվում նաև թե այս տարի մենք հանցագործության պատճառված վնասից ինչքանը կարողացանք վերականգնել, արտահայտությունը ինչքան չի կարող համապատասխանել իրականությանը։ Դրա համար նախ մենք պետք է հասկանանք, թե հանցագործության պատճառված վնաս ասելով ինչ ենք հասկանում։ Նա այն վնասը, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով արձանագրվել է որպես հանցագործության պատճառված վնաս, որից հետո մեղադրյալը կամ արդեն դատապարտյալը վերականգնում է այդ վնասը, թե բոլոր նաև այն դեպքերը, երբ օրինակ միջդատական վարույթում անձին մեղադրանք են առաջադրում հարկերից խուսափելու համար կամ այս կամ այն
հանցագործությունը կատարելու համար կամ օրինակ խարդախության համար, որի դեպքում տուժողը Հայաստանի Հանրապետությունն է, եւ դրան գումարում են եւս մեկ մեղադրանք փողերի լվացումը, ու միջդատական վարույթում անձը վերականգնում է հանցագործությամբ, այսպես ասած, պատճառված վնասը, որի երբ շատ դեպքերում ինքը չի ընդունում կատարած հանցանքը իր, բայց վերականգնում է այդ վնասը, ճակերտավոր վնասը, որպեսզի զերծ մնա միջդատական ռեպրեսիաներից, այդ թվում խափանման միջոցից, կալանքից, այդ թվում, չգիտեմ, գույքի արգելադրումից եւ այլն եւ այլն։ Այստեղ կա հանրային մեղադրողի ինստիտուտը, որ պետք է հիմնավորի, չէ՞։ Հիմա տեսեք, մենք փաստաբաններս պրակտիկ շատ ենք հանդիպում նման դեպքերի, երբ ներկայացվում է մեղադրանք, այդ մեղադրանքի հետ անձը համաձայն չէ, ասում է, գիտեք ինչ, ես հարկերից չեմ խուսափել, ես խարդախություն չեմ կատարել ու ես հանցագործությամբ վնաս չեմ պատճառել, բայց երբ տուժող կողմը պետությունն է, այդ վնասը պիտի վերականգնվի պետությանը, այս պարագայում արդեն խոսք է ծագում, ես պայքարեմ մինչև վերջ իմ արդարության համար, բայց ճանապարհին պատկերացնելով, որ հանդիպելու եմ մի շարք իմ իրավունքների սահմանափակման, մինչև իսկ երբ կալանքը կընտրվի իմ նկատմամբ որպես խափանման միջոց, թե վերականգնեմ ըստ մեղադրանքի պատճառված, այսպես ասած, վնասը կամ դրա մի մասը ու զերծ մնամ գլխացավանքից։ Ու վերականգնում է ինչ-որ գումար։ Այդ վերականգնման անունը դրվում է հանցագործության պատճառված վնասի հատուցում։ Հիմա դա արդյոք հանցագործության պատճառված վնաս էր մեկ եւ արդյոք այդ հատուցումը իրականում կարելի է համարել հանցագործության պատճառված վնասի հատուցում։ Դա այդ ձեր նշած կամ ընդհանրապես նշված վիճակագրության մեջ մտնում է, թե չի մտնում։ Այսինքն վիճակագրությունը, որ նշվում է օրինակ 10 միլիոնի մենք հանցագործության պատճառված վնաս ենք վերականգնել, դա կարող է չհամապատասխանել իրականությանը, որովհետև դրանցից մի 3 միլիոնը կամ 5 միլիոնը չակերտավոր ասեմ, ոչ չակերտավոր ասեմ, բայց շատ դեպքերում ինքը այսպես ասած քաղաքացուց մեղադրյալից ռեպրեսիաների սպառնալիքի ազդեցության դեպքում շորթման է վերածվում ու հանցագործության մասին հաղորդում չեմ ներկայացնում, պարզապես ասում եմ, թե ինչին է դա նմանվում, երբ խափանման միջոցի սպառնալիքի ազդեցության տակ անձը վերականգնում է, այսպես ասած, հանցագործության պատճառված վնաս։ Կարող ենք ենթադրել, որ այդտեղ կա օրենսդրական բաց կամ դատական համակարգի այս դեպքում ոչ արդյունավետ ընթացք։ Շատ հետաքրքիր իրավափիլիսոփայական հարց է բարձրանում այստեղ։ Տեսեք, ես կարող եմ մի քիչ թեմայից շեղվեմ, բայց քանի որ հարցը հետաքրքիր է ու շատ եմ մտածել սրա մասին, փոքր կիսվեմ։ Տեսեք, խոսքը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ տուժող կողմը Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն տեղի ունեցել ըստ մեղադրանքի խարդախություն, որով որ օրինակ, չգիտեմ, պետական գույք է հափշտակվել։ Պետական պաշտոնյան օգտագործելով իր պաշտոնական դիրքը կամ որևէ անձ, ով գնում է կատարել, ումից գնում են կատարել պետությունից, պատասխանում է ոչ պատշաճ որակի ապրանք։ Հետագայում պարզվում է, որ դա ոչ պատշաճ որակի ապրանք է։ Տեսեք, ցանկացած բոլոր դեպքերում, երբ գնորդ, այսպես ասած, Հայաստանի Հանրապետությունը չհանդիսանա կամ պետությունը չհանդիսանա, հիմնականում այդ արարքը կտեղափոխվի քաղաքացիայի իրավական հարթություն ու կազմակերպությունը, ով գնել է, մաքսիմում հայց կներկայացնի դատարան ու քաղաքացիական դատավարության կարգով այդ խնդիրը կլուծվի։ Բայց երբ տուժող կողմը Հայաստանի Հանրապետությունն է, ապա պարտադիր նախաձեռնում է քրեական վարույթ, անձին մեղադրանք է այդ վաճառողին, ով վաճառել է օրինակ իր ծառայությունը, որը հետագայում որակվել է որպես անպատշաճ որակի։ Անձին մեղադրանքի առաջադրվում խարդախության համար, օրինակ, նրա նկատմամբ կիրառվում են տարբեր հարկադրանքի միջոցներ, ընթացքում ասում են, գիտես, ինչ են գումարը, որ Հայաստանի Հանրապետությունից դու ստացել ես մի հատ բեր վերադարձրա ու քաղաքացիական դաշտից, այսպես ասած, տեղափոխվում է քրեական դաշտ։ Հիմա տեսեք, ինչ է տեղի ունենում, ու ինչքանով է այս ամեն ինչը այդքան էլ ոչ արդար։
Վարույթ իրականացնող մարմինը քննիչն է, ով աշխատավարձ է ստանում Հայաստանի Հանրապետությունից։ Պարգևավճարներ էլ է ստանում Հայաստանի Հանրապետությունից։ Տվյալ պարագայում տուժողը էլի Հայաստանի Հանրապետությունն է, գործարքի կողմը։ Այդ հանցագործության պատճառված վնասը պիտի հատուցվի Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա գնահատենք, եթե Հայաստանի Հանրապետությունը չլիներ, իմ կամ ձեր կազմակերպությունը լիներ, կամ Պողոսի, Պետրոսի կազմակերպությունը լիներ, ու Հայաստանի Հանրապետությունը լիներ այդ ոչ պատշաճ որակի ապրանք գնողը։ Քննիչի ջանասիրությունը նույնը չի լինի գործով վնաս վերականգնելու։ Այս առումով, երբ քննիչը, այսպես ասած, հանդիսանում է տուժող կողմից աշխատավարձ ստացող անձը, վարույթ իրականացնող մարմինը, տվյալ գործերով կարծում եմ առնվազն հարկադրանքի միջոցներ այդ ռեպրեսիաները կալանք կլինի, գույքին արգելանք դնել եւ այլն, այս մասերով պիտի օրենսդրական կամ գոնե նախադեպի առումով մի փոքր ավելի բարձր պահանջվող շեմը պետք է մի փոքր ավելի բարձր լինի, թե օրինակ հիմնավոր կասկածի առումով, իսկ եթե հիմնավոր կասկածի առումով ոչ, գոնե հիմքերի առումով, որ անձը օրինակ ազատության մեջ մնալով կխոչընդոտի գործի քննությանը կամ կդիմի փախուստի, այդ հիմքի գնահատման շեմը պիտի լինի շատ ավելի բարձր տնտեսական հանցագործությունների դեպքում, երբ տուժողը Հայաստանի Հանրապետությունն է, երբ տուժողը քննիչի գործատուն է, քան մնացած բոլոր մասնավոր դեպքերը։ Իսկ դատարանների վերաբերմունք ինչպես ամեն դեպքում դատարանն էլ աշխատավարձ ստանում Հայաստանի Հանրապետությունից։ Այդ օբյեկտիվ քննությունը, անաչառ քննությունը, որքանով են պահում դատավորները։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունից, այո, աշխատավարձ ստանում են, բայց մի փոքր տարբերվում է քննչական մարմնի եւ դատավորների մոտեցումը, ասեմ ինչու, որովհետեւ տեսեք, ոչ մի դեպքում հանցագործության պատճառված վնասի հատուցման փառքը դատարանը չի ստանում։ Ստանում են քննչական մարմինները եւ դատախազները։ Այո։ Դրա համար այդ որ հանցագործության պատճառված վնասը հատուցելու այդ մոլի ձգտումը, թեկուզ իրանք էլ գիտեն, որ դա իրականում այդքան էլ հանցագործության պատճառված վնաս չէ, պատկանում է քննիչին ու դատախազին, ոչ թե դատարանին։ Վարսակյան, իսկ քաղաքացիները այս դեպքում ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները, եւ այստեղ արդեն փաստաբանի դերն է, երբ որ կողմը Հայաստանի Հանրապետությունը եւ կողմը կազմակերպությունը, փաստաբանները ինչ ունեն անել։ Փաստաբանների գործը, տեսեք, մեր մոտ հաճախում են անձինք, մեր կազմակերպությունը հաճախում են անձինք ու ասում են օրինակ հարկերից խուսափելու խնդիր ունենք, հարկային մարմինը եկել է, ասում են, որ գիտեք ինչ, դուք հարկերից խուսափել եք խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով ու ինչ որ մի կարծիք են ներկայացնում, որ գիտեք ինչ, SSS օրենսդրության SSS նորմերի համաձայն դուք համարում եք հարկերից խուսափող անձ։ Հարկային օրենսդրությունը, գիտեք Աննա ջան, ինքը մի փոքր չէ, լավ տարբերվում է, օրինակ նրա մասին չէ դանակով հարվածել է, թե չի հարվածել, առողջություն կրակել է, թե չի կրակել։ Դա ամբողջովին, այո, այնպիսի օրենսդրություն է, որ տարակարծությունները կարող են շատ լինեն, մեկնաբանություններն է կարող են շատ լինեն։ Տնտեսվարող սուբյեկտն ասում է, գիտեք ինչ, եկել են ցես բաներ են ասում, բայց իմ կարծիքով դա օրենսդրության հետ առնչություն չունի։ Ես համաձայն չեմ իրենց հետ։ Այստեղ ինչ է տեղի ունենում։ Հարկային հարուցվում է քրեական գործ։ Հարուցվում է, նախաձեռնվում է քրեական վարույթ, այսօրվա տերմի բանությամբ խոսեմ։ Նախաձեռնում է քրեական վարույթ, արդեն ու անձին մեղադրանք է ներկայացվում, որ հարկերից խուսափել ես դու։ Տվյալ պարագայում արդեն առաջ է գալիս անձի մոտ այս երկընտրանքը։ Գնալ օրինակ վարչական դատարան, վիճարկել հարկայինի կողմից կայացրած օրինակ ստուգման ակտ թե ինչ, քրեական գործով պաշտպանել իր իրավունքների միջավերջ հասնել արդարացման, բայց մյուս կողմից դրա գինը լինելու է այդ քիչ առաջ իմ նշած ռեպրեսիաները։ Իր նկատմամբ ասում եք, գիտեք ինչ, ես կարող եմ գնալ, բայց իմ նկատմամբ ինչ խափանման միջոց կընտրվի։ Որևէ փաստաբան չի կարող երաշխավորել, որ գիտես ինչ, քո նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվի։ Պատկերացրեցիք։ Ու այս պարագայում արդեն մեղադրյալը
երկնդրանքի առջև է կանգնում եւ շատ հաճախ մենք փաստաբաններս թողում ենք իր ընտրության, ասում ենք ընտրի, մեր կարծիքով էլ դու ճիշտ ես։ Վաղը մյուս օր հավանականությունը շատ մեծ է, որ դու կհասնես արդարության եւ այս հարկային պարտականությունները դուրս կգա, որ դու չունես։ Բայց արդյոք պայքարելը ճիշտ է թե ճիշտ չէ գործնական իմաստով, այդ ռիսկերը դու արդեն գնահատի պատրաստ ես այդ ռեպրեսիաներին դիմանալ, եթե կլինեն, թե ոչ։ Մարսակյան, այսպեսի բան կա, տեսեք, ասում եք գումարի ինչ որ չափը կարող է վերականգնվել եւ քրեական վարույթը կկարճվի։ Օրինակ Ապոլինի գույքի բռնագանձման օրենքով 75% վերականգնում են ու գործը կարճվում է։ Հարկերի մասով ամբողջությամբ պիտի վերականգնի։ Տեսեք, հարկային այս հարկերից խուսափելու հանցակազմը խրախուսող նորմ ունի այդ 290 հոդվածը, որի համաձայն, եթե անձը վճարում է բոլոր հարկերը գումարած նաև տուժերը, ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ու դա իմպերատիվ պահանջ է քննիչի համար, վարույթ իրականացնող մարմնի համար, այսինքն հենց վճարեց արդեն ավտոմատ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է։ Փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնություն թե բան կար, որ դա փոխենք այս խրախուսական նորմը, որ վճարելու դեպքում էլի թողենք քննիչի հայեցողությանը, բայց կարծես թե կյանքի չկորչվեց, հույս ունեմ չի էլ կոչվի։ Այդ խարդախությունից ստացված գումարները մեր քաղաքացիներին հետաքրքրում են, ինչպես է վերականգնում պետության եւ ի վերջո որ մարմինին է գնում։ Խարդախությունից երբ դուժողը պետություն կողմն է, դուժողը պետությունն է, վերադարձված գումարը պետությանը։ Դա գնում է Պեկին, որտեղ է գնում։ Տեսեք, դա էլ է պրակտիկ խնդիրներ անգամ այս առումով են առաջացել։ Շատ ժամանակ եղել է, որ վերականգնվել է, այսպես ասած, դեպոզիտ, դատախազության թե դատախազության դեպոզիտ կարծեմ վճարվել է որպես հանցագործության պատճառված վնաս, հետագայում հարկային մարմինն էլ իր կողմից է խնդիր բարձրացրել, բա ինչի՞ չէ պիտի վնասը վճարվեր, վնասը վերականգնվեր, ոչ թե հանցագործության պատճառված վնաս, այ գայիք ճշտում կատարեիք, վճարում կատարեիք պետական եկամուտների կոմիտե եւ այլն։ Այսինքն այս խնդիրը անգամ պետական մարմինների մեջ է առաջանում։ Երբեմն հաղորդագրություններ են տարածում, օրինակ, չգիտեմ, վերականգնվել է 20 միլիոն դրամին ինչ որ քաղաքադատախազությունն է գալիս հայտնում 10 միլիոն դրամ, այդ 20 միլիոն դրամը վերականգնված գումարը որոշ դեպքերում, ել եմ ասում, հանցագործության մասին հաղորդում չեմ ներկայացնում, բայց ասում եմ որոշ դեպքերում ճակերտավոր շորթված գումար է այն իմաստով, որ անձը այդ գումարը պարզապես վերականգնում, այսինքն վճարում է Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի զերծ մնա քրեական գործից ավելորդ գլխացավանքից եւ իր էներգիան ու այդ գումարը եւ իր էներգիան կենտրոնացնի իր բիզնեսի վրա, ոչ թե քրեական գործի վրա, ու այդ գումարից շատ գումար կաշխատի։ Ոնց է ջանասիրություն կար, երբ որ Հայաստանի Հանրապետության մասով, երբ որ քաղաքացին է խարդախության զոհ դառնում, կարծես վիճակագրական տվյալները մի կողմ թողնելով, մենք գրեթե ամենաշաբաթյա ռեժիմով տեսնում ենք, որ քաղաքացիները պետական տարբեր կառույցների մոտ կազմակերպում են բողոքի ակցիաներ, իրենց ձայն են բարձրացնում, ասում են, որ մենք խարդախության զոհ ենք դարձել եւ բացահայտումից դժգոհ են։ Վիճակագրական տվյալներն էլ առանձնապես դրական թվերի մասին չեն խոսում։ Այստեղ երբ որ երրորդ կողմ, այսինքն տուժողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ինչ ունի անելու դատախազությունը, ինչ ունի անելու քննչական մարմինը եւ նույն ջանասիրությամբ է աշխատանքը։ Նույն ջանասիրությամբ չէ աշխատանքը, դրա մասին արդեն խոսեցի, իսկ ինչ ունեն անելու օրենքով նախատեսված իրենց պարտականությունները, ասեմ, որ շատ դեպքերում կատարում են, մենք ունենք գործեր, որտեղ փառք ու պատիվ քննիչին, փառք ու պատիվ դատախազին, չնայած տուժող կողմը մասնավոր սուբյեկտ է եղել, եւ մենք անձամբ ներկայացրել ենք տուժողի շահերը, բայց առավել քան ջանասիրությամբ մոտեցել են հարցին, անգամ էքստրադիցիա, անգամ այդ խարդախություն կատարած անձին հայտնաբերել են արտասահմանում, միջազգային փոխօգնության պայմանագրերի արդյունքներում կազմակերպվել է էքստրադիցիա, եկել է վնասի ինչ որ չափ է հատուցվել, գործը գնացել է դատարան ու այդտեղ խոսքը վերաբերում էր դասական խարդախության մասին առանձնապես խոշոր չափերով։
Մենք ունենք նաև ցավոք սրտի դեպքեր, երբ տեղի են ունենում խարդախություններ կամ ոչ միայն խարդախություններ, տարբեր տեսակի հանցագործությունը, որտեղ հանցագործությունների շատ են տուժողները հանդիսանում են մասնավոր սուբյեկտներ, այսինքն իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք, բայց արդյունքը չի լինում, բայց այս առումով չեմ ուզում ընդհանուր ինչ-որ գնահատականներ տամ, թե քննչական մարմնին, թե դատախազական մարմնին, այլ ուզում եմ պարզապես նշել, որ մենք ունենք եւ շատ լավ աշխատող քննիչներ եւ ոչ այդքան լավ աշխատող քննիչներ։ Իսկ ֆինանսական կազմակերպությունները, բանկերը ինչ ունեն անել իրանց մասով ինչքանով, որ ես կարող եմ գնահատական տալ, բայց իմ կարծիքով այդ գնահատական տվողը ես չեմ, կարծես թե արդեն որպես քաղաքացի երբ հետևում եմ, տեսնում եմ, որ իրենք էլ իրենց կողմից մշտապես փորձում են իրազեկեն հանրությանը, քաղաքացիներին, որ հնարավորինս զերծ մնան խարդախություններից, այդ թվում, չգիտեմ, կասկածելի զանգերին լուրջ չվերաբերեք կամ հակառակը լուրջ վերաբերեք եւ խարդախության զոհ մի եղեք, բայց այս ամենը արդեն իմ կարծիքով Աննա ուրիշ հյուրի պիտի ես հարցերը հղվի, որոնք որ ես փաստաբանության առումով ես կարող եմ գիտեք ինչի շուրջ խոսալ այս խարդախության հետ կապված, այ խարդախության եւ ոչ խարդախության քաղաքացիայի իրավական առումով պարտականությունները չկատարելու մեջ եղած նուրբ տարբերության մասին, խոսքը գիտեք ինչին է վերաբերում, օրինակ տեսեք իրավիճակներ, երբ անձը գումար է վերցնում մյուս անձից եւ չի վերադարձնում այդ գումարը, պահում է իրեն, փոխառությամբ վերցված գումարը այդպես էլ չի վերադարձնում եւ երկրորդ, երբ նախապես իմանալով որ չի վերադարձնելու, վերցնում է եւ չի վերադարձնում։ Երկրորդի դեպքում մենք գործ ունենք խարդախության հետ, առաջինի դեպքում մենք խարդախության հետ գործ չունենք։ Առաջինը դասական քաղաքացիական գործ է։ Սրա մասին թե եվրոպական դատարանը, թե մեր վճռաբեկ դատարանը մի շարք նախադեպային որոշումներ են կայացրել, որ պետք չէ նաեւ դա էլ է շատ կարևոր, որ քաղաքացիական իրավահարաբերությունները բերել քրեական դաշտ ու քրեական օրենսդրության գործիքակազմը օգտագործել քաղաքացիականով արդյունքի հասնելու համար։ Այսինքն ո՞րն է տարբերությունը խարդախության դեպքում կա ուղղակի դիտավորություն, ու այդ ուղղակի դիտավորությունը ծագել է միջև հափշտակություն կատարելը, միջև գույքը քեզ մոտ հասնելը։ Դա պարտքով գումարի մասին է։ Պարտքով գումար, որը չի վերադարձում։ Ես ուղղակի պրիմիտիվ օրինակ բերեցի, որովհետեւ նաև հերոստատիտողին բարձ լինի։ Եվ ինչ պետք է իմանա քաղաքացին, որպես այսինքն իրազեկում, ինչպես խուսափի դրանից։ Բանկերն ասում են կասկածելի նամակների մի պատասխանեք եւ այլն, բայց ամեն դեպքում ամեն անգամ հանցագործները շատ ավելի հետեւի այդ ամենին ու ամեն անգամ մեծ գործարք ընկելիս, ընդհանրապես քաղաքացիները մեծ գործարք ընկելիս պիտի խորհրդակցեն փաստաբանի հետ։ Մի քիչ կարող է բանալի տեքստ ասեցի, բայց մեծ գործարքներ կնքելիս պիտի խորհրդակցեն փաստաբանների հետ։ Օրենսդրական ինչ փոփոխություններ կառաջարկեք, որպեսզի ավելի հնարավոր լինի խուսափել նման հանցագործություններից։ Խարդախությունից խուսափելու համար որտեղ ունենք օրենսդրական բացեր, թե ամեն դեպքում կիրառության մեջ է խնդիրը։ Չէ, օրենսդրական բացերի մասին չեմ այս պահին խոսի, բայց կիրառության մասով կարող եմ այդ փողերի լվացում եք դուք, չէ, շեշտում։ Մի երևույթի մասին էլ կցանկանամ խոսել, արդեն փողերի լվացման մասով։ Դա տանրադառնանք նորից ինչ է փողերի լվացումը, այո։ Տեղի ունենում առաջին հանցագործությունը, առաջին հանցագործության արդյունքում ձեռք է բերվում գումար, որից հետո այդ գումարը հանցավոր ճանապարհով ստացված գումարը կամ գույքը պիտի որևէ կերպ օրինականացվի, ներդրվի օրինական շրջանառության մեջ ու տեղի ունենում երկրորդ հանցագործություն արդեն, որը կոչվում է փողերի լվացում։ Ու տեղի ունենում այդ երկրորդ հանցագործությունը։ Ինչպես նկատեցինք, փողերի լվացմանը պարտադիր պիտի նախորդի, այդ թվում նաև ժամանակագրական առումով, մեկ այլ հանցագործություն, որը կարող է լինել խարդախություն, որը կարող է լինել թմրամիջոցների իրացում եւ այլն։ Հիմա այս փողերի լվացումը իդեպ անդրազգային հանցագործություն, այսինքն ինքը մենակ Հայաստանի Հանրապետության խնդիրը չի, կամ կոնկրետ
միայն մեկ պետության խնդիրը չի, ինքը միջազգային խնդիր է, ինչպես օրինակ ահաբեկչությունը։ Դրա համար էլ փողերի լվացման հետ կապված մի շարք կոնվենցիաներ կան, այդ թվում Ստրասբուրգի, Պալերմոյի, չգիտեմ, Վիեննայի, Վարշավայի, վերջերս Եվրոխոտ կոնվենցիաներ կան, որոնք կարգավորում են այս հարաբերությունները ու ցանկացած պետություններ երկրներին, իրենց երկրներին, կոնվենցիաները վավերացրած երկրներին պարտադրել են, որպեսզի իրենց ներպետական օրենսդրության մեջ պարտադիր փողերի լվացման դեմ պայքարեն։ Հիմա նայեք, ելի ես մեր փաստաբանական աշխարհում ասում եմ մասնավոր խնդիրներին։ Ինչ է տեղի ունենում, շատ կարևոր մի բան արձանագրենք, որ փողերի լվացումը ինքը առնվազն խոշոր չափերից սկսած, երկրորդ մասից սկսած ինքը ծանր հանցագործություն է։ Շատ դեպքերում, շատ այս առաջին հանցանքները, որոնք որ վերագրվում են քաղաքացիներին, անցած է լինում վաղեմության ժամկետները, չգիտեմ, թույլ է լինում կամ այս հանցանքով քննիչը դիմել է դատարան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցում դատարանը մերժել է կամ մասնակի է բավարարել։ Ինչ են անում։ Ավելացնում են փողերի լվացման մեղադրանքը, ասում են, գիտես ինչ, այս փողերը որ դու ստացել ես, մի հատ լվացել ես։ Բայց ոչ միշտ է որ ավելացվում է այս մեղադրանքը իրավաչափորեն։ Ու ավտոմատ արդեն անձի ներկայացրած մեղադրանքը լինում է ավելի ծանր։ Ու եթե այս պարագայում օրինակ վաղեմության ժամկետը անցել էր, քրեական պատասխանատվության ենթարկելու, առավել եւս նախորդ օրենսդրության կարգավորմամբ իր վաղեմության ժամկետը իրոք որպես այդպեսին վաղեմության ժամկետ կար գործնական իմաստով էլ, հիմա մի քիչ փոխվել է, բայց դրա մասին չխոսանք։ Արդեն փողերի լվացման մեղադրանք երբ ավելացնում են, վաղեմության ժամկետը անցած չի լինում ու հնարավորություն է լինում շարունակել մեղադրանքը միջև թեկուզ այն պահը, երբ ինքը կվերականգնվի պատճառված վնասը։ Հիմա այս քաջ գիտակցելով, որ դատարանում չի ապրելու այս մեղադրանքը, քանի որ ինքը վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած նախադեպային պրակտիկայի համաձայն փողերի լվացում համարվել չի կարող։ Բարձ օրինակ բերեմ, այս օրինակ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված գումարները կամ գույքը երբ իրացվում է։ Ինչ են անում հիմնականում թմրամիջոցով ապօրինի այդ Telegram-ի միջոցով շահույթ ստացող անձինք։ Իրանք կրիպտոարժույթներով են այդ գումարները ստանում։ Կրիպտոարժույթով իրենց եկամուտը ստանում են անցանք կատարելիս։ Հետագայում այս կրիպտոարժույթները տեղափոխում են օրինակ իրենց սովորական հաշիվներ ու այդ սովորական հաշիվներից կանխիկացնում են ու կամ չեն կանխիկացնում, օգտագործում են իրենց այդ հաշիվները։ Երբ բացահայտվում է թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանցագործությունները, մեղադրանք առաջադրվում է համապատասխան հոդվածներով, շատ լավ է, նորմալ է։ Բայց երբ սրան գումարվում է նաև այս դեպքի հետ կապված փողերի լվացում, ապա ես իրավաչափ դա չեմ համարում, ասեմ ինչի, որովհետև տեսեք, կրիպտոարժույթով ինքը այդ գումարը ստացել է, հետագայում ընդհանրապես փոխանցել է իր հաշվին, կամ իդրամի հաշվին, կամ չգիտեմ, բանկային հաշվին, որպեսզի օգտագործի այդ գումարը։ Ու սա փողերի լվացում որպես այդպեսին չէ, ինչու, որովհետև ինքը պարզապես օգտագործում է իր հանցավոր ճանապարհով ստացված գումարը, ոչ թե փորձում է դրան օրինական տեսք տալ։ Չգիտեմ ինչ կարողացա ներկայացնել, կարող է մի քիչ վար։ Չէ, շատ բարձր։ Կամ մի տարածված օրինակ էլ կա, երբ օրինակ շորթում է տեղի ունենում, շորթում խարդախություն, այդ գույքը, որը որ ձեռք պիտի բերվի, ձեռք է բերվում ընկերոջ անունով, կամ կնոջ անունով, կամ բարեկամի անունով։ Գրանցվում է բարեկամի անունով, որպեսզի խնդիր չառաջանա, որ ինքն է ձեռք բերողը։ Այս պարագայում այդ գրանցումը ընկերոջ անունով է, նույնպես դիտում են որպես փողերի լվացում, գնահատելով, որ գիտեք ինչ, ու այդ կարգով ինչ-որ շորթման ձեռք բերված գույքը փորձեցիր օրինականացնել, կողմնով չդարձնել, դարձրեցիր ընկերոջը տանում, բայց սա էլ դրա հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև նախ, ինչպես մենք ասեցինք, այդ առաջին հանցագործությունը պիտի ժամանակագրական առումով նախորդի երկրորդ հանցագործությանը։ Իսկ այդ գույքը ձեռք բերելը, գրանցելը եւ այլն ինքը հանցագործության բաղկացուցիչ մասն է, որը ավարտվում է այդ պահով պարզապես։ Ու չի կարող ինքը լրացուցիչ համարվել փողերի լվացում։
Եթե ամփոփեմ, փողերի լվացման պարագայում պիտի լինի դրա նախորդող հանցագործությունը ժամանակագրական առումով։ Մի կարևոր հանգամանք էլ է փողերի լվացման հետ կապված ասեմ, որը թե կոնվենցիաներով, թե միջազգային իրավունքով, թե մեր ներպետական օրենսդրությամբ, այդ թվում նաև վճռաբեկի նախադեպերով արձանագրված է, որ պարտադիր չի, որպեսզի այդ նախորդ հանցագործության վերաբերյալ լինի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Այստեղ մի քիչ մենք խնդիր ենք ունենում անմեղության կանխավարկածի հետ, բայց ամեն դեպքում փողերի լվացումը այնքան է կարևորվել միջազգային իրավունքով, այդ թվում նաև ներպետական իրավունքով, որ այսպես է կարգավորումը, այսինքն բավական է լինի դրա նախորդող հանցագործության դեպքը դա արձանագրվի, ու իդեպ պարտադիր էլ չի նույն անձը կատարած լինի, կարող է երրորդ անձը կատարած լինի այդ առաջին հանցագործությունը, երկրորդ այդ փողերի լվացումը արդեն հաջորդի դրան։ Շնորհակալություն Արցինով այդ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր փաստաբան Լևոն Սահակյանը, մենք զրուցում էինք փողերի լվացման, խարդախության եւ հարկերից խուսափման դեպքերի մասին։ Հուսով եմ քաղաքացիներն արդեն իրազեկված են թեմային։ Մնացեք Երկիր մեդիայի հետ եւ հատկապես իրավաբանական կլինիկայի հետ։